Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մակարյան Էբիսի մեդիա, Տիկին Անդրեսյան, դուք 2025 ուսումնական տարվասկզբին հայտարարեցիք, որ դպրոցները չեն լինի, որոնք չեն ունենա դասագրքեր, այսինքն կապահովի բոլոր դպրոցներում դասագրքերը, բայց ունենք դեռ դպրոցներ, որտեղ չկան դասագրքեր եւ ծնողները ստիպված են կամ տպել կամ գնել դասագրքերը, տեղյակ եք արդյոք խնդրից, ինչպես է կարգավորվում եւ դուք կողմել արդյոք քան որ դպրոցում եք գտնվում, երկրորդ հարցը բարձրացնել, ցավոք դպրոցներում շրջանառվում են նաեւ թմրամիջոցներ, անցած տարի էլ դեպքեր գրանցվեցի, այս մասով նախարարությունը ինչ է անում կանխելու համար? Շնորհակալություն, դասագրքերի մասով հարգելի լրագրող, պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որովհետև ես ասում եմ, որ որևէ դպրոց չի ստացել պակաս դասագիրք եւ եթե դուք խոսում եք այն մասին, որ ինչ-որ նյութեր պետք է բազմացվեն, ամենայն հավանականությամբ խոսում եք այն առարկաների մասին, որոնք դասավանդվում են մոդուլներով, ոչ թե դասագրքերով։ Եվ պիտի խնդրեմ, որ դուք կոնկրետ լինեք, որտեվ ես ինչ որ ասել եմ, իմ ասածը այն է, ինչ որ իրականությունն է։ Բոլոր դասագրքերը, որոնք մրցույթների արդյունքում ընտրվել են, տպագրվել են եւ բաժանվել են դպրոցներին մինչեւ սեպտեմբերի 1-ը, այն քանակներով, որոնք որ դպրոցների կողմից պատվիրված են եղել։ Այդտեղ այլ հարց, դա մեկնաբանության հարց էլ չի։ Դուք կարող եք որպես լրագրող մեզ գրավոր հարցում ուղարկել, մենք ձեզ դպրոց առ դպրոց պատվիրված դասագիրք, առարկա, ստացված դասագիր, կորով տեղեկատվությունը տանք, որպեսզի կներեք այս անհասկանալի ու անորոշ մեղմ ասած լուրերը, որովհետև իմ կարծիքով դա ոչ թե լուր է, այլ ապա տեղեկատվություն է, շարունակաբար չտարածվի։ Եթե ձեզ իսկապես հետաքրքիր է այդ հարցը, ուղարկեք այդ, մենք ձեզ ամբողջությամբ կտանք ըստ առարկայի, ըստ դասագրքի, որ դպրոց քանի հատ է գնացել եւ ինչքան է պատվիրված եղել։ Եկեք այն խոսակցությունները շարունակենք, որոնք որ ունեն որևէ հիմք եւ որևէ այլ տրամաբանություն, բացի ինչ որ օրակարգեր սպասարկելը։ Ինչ վերաբերում է ձեր ուրեմն երկրորդ հարցին, եթե հիշեցնեք, դա շատ կարևոր խնդիր է։ Մենք այս ուսումնական տարին հայտարարել ենք անվտանգ եւ ապահով կրթության տարի, նպատակ ունենալով նաեւ բարձրացնել մեր երեխաների իրազեկվածությունը եւ մեր ուսուցիչների իրազեկվածությունը տարբեր հարցերից։ Դա միջգերատեսչական աշխատանք է, այստեղ մենք շատ ակտիվ աշխատում ենք ներքին գործերի նախարարության եւ մյուս գործընկերների հետ եւ պետք է ասեմ, որ բարբերաբար երևի դուք էլ տեսնում եք հաղորդագրություններ թմրանյութերի ինչ-որ խմբականակներ գտնելու, դրանք հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասով։ Մենք ինչ կարող եմ ասել, մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որ նկատում են որևէ կասկածելի բան եւ շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, մի մաս են, որը չպիտի լինի, բայց կա եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման եւ դրանց իրացման մեջ, օրինակ մենք հիմա քննարկում ենք, նայեք, այստեղ դպրոցի մուտքը չէ, մենք մտանք ուղակի դպրոց, բայց մենք առաջիկայում կունենանք նաեւ դպրոցի մուտքի սահմանափակող հատվածներ, որոնք որ թույլ չեն տա այսպես առանց ուրեմն խոչընդոտի մուտք գործել դպրոց։ Տեսախցիկներով հագեցումը բոլոր դպրոցներում, հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք է, պարբերական այցերը եւ կապը համայնքային ոստիկանության հետ։ Ես շատ եմ կարեւորում համայնքային ոստիկանները այն մարդիկ են, ովքեր իրենք էլ պետք է աչալուրջ լինեն եւ աշխատեն դպրոցների հետ։ Հետևողական, համակարգված, համատեղ աշխատանք, սա պիտի անենք եւ մեր երեխաներին էլ զուգահեռ իրազեկենք։ Այսօր տեսակ մենք կենսաբանության դասին վնասակար սովորությունների շուրջ նախագիծ էին անում, սա ինչի մասին է։ Նրա մասին է, որ ընտրվում են այն թեմաները, որոնք նաեւ մեր երեխաներին կիրազեկեն վտանգների մասին եւ նաեւ կկանխարգելեն այդ վտանգների նրանց ենթարկվելը։
Ես նախարարություն հարցում ուղարկեմ նաև ծնողների բողոքները գրքերի բացակայության համար, մասնավորապես Դավթաշենի դպրոցներից մեկում 3-րդ դասարանի Մարիանի գիրք, Ուղարկեք, ես խնդրում եմ անպայման ուղարկեք, մենք էլ կփորձենք հասկանալ ինչպես է այդպես տեղի ունեցել, որովհետև չի կարող 3-րդ դասարանի Մարիանի գիրք պակաս տրվել դպրոցին։ Ուղարկեք, կհասկանանք ինչ խնդիր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։